Ողջույն սիրելի հետևորդներ, եկել եմ այսօր ձեզ համար նկարելու այսպիսի մի տեսանյութ։ Շատերդ գիտեն, որ օգտագործում եք այս մեթոդը, սյուների վրա կոնստրուկցիաներ են հավաքվում, որի վրա էլ փռվում են արևապաշտպան ցանցեր, դրա տակ շատ հարմար է մշակաբույսեր մշակել, կլինեն վարունգ, կլինի լոբի, կլինի պոմիդոր, ինչպես տեսնում եք այդպիսի մի ներդրում էլ կատարվել է այս տարածքի վրա, հսկայական տարածք է, մի քանի երևի 1.5 հեկտար կլինի տարածքը, հիմա ես այսպես անցնեմ ձեզ ցույց տամ, չգիտեմ մշակողի միամտությունն է, թե ինչի արդյունք է, որ որոշել է այս ցանցերը ամեն դեպքում թողնել, ուզում եմ ձեզ ցույց տալ, սա ինչի համար եմ ուզում ցույց տալ, որ միամտաբար չկրկնեք այս նույն սխալը և ձեր արևապաշտպան ցանցերը պարտադիր հավաքեք խոր աշնանը, որպեսզի չունենաք այս պատկերը։ Ահա ինչպես տեսնում եք, սիրելի հետևորդներ, ձյան ծանրությունը այնքան շատ է եղել, որ այստեղ անգամ սյուները, որոնք բետոնով մտած էին հողի մեջ, բետոնապատված էին հողի մեջ, ուղղակի դուրս են եկել։ Այսօր ձյունը բավականին քիչ է, բայց ինչպես գիտեք, այս տարի ձմեռը լավ ձյունառատ էր։ Ահա, բարձրացնեմ վերև, տեսեք, թե ինչ է կատարվում այստեղ։ Սա արդյունքն է այն բանի, որ խոր աշնանը արդեն արևապաշտպան ցանցերը չեն հավաքել, մտածելով, որ հերթական անգամ կկարողանան գարնանը օգտագործել, որ ձյունը այնքան շատ չի լինի, կամ չեն հաշվարկել ձյան ծանրությունը, և որի արդյունքում ունեցել ենք այսպիսի պատկեր, ինչպես տեսնում եք, կաթիլային ոռոգման համակարգով ամբողջը ոռոգվել, ներքևում անգամ ավազան կար փորած ջրի համար, ջրի լրացուցիչ բակեր կային, այսինքն ամեն բան պատրաստ էր, սակայն մեկ սխալի պատճառով, տեսեք այս հատվածում արդեն ինչ է տեղի ունեցել, սյուները պարզապես կոտրվել են, ահա այստեղ կարող եք տեսնել, որ սյուները պարզապես կոտրվել են, ես հեռվից երբ որ տեսա, ինձ թվաց, թե խաղողաթաղ են կատարել, բայց երբ որ մոտիկից նայեցի, հասկացա, ինչ ահռելի կորուստ է կրել այս տարածքի տերը, տեսեք այստեղ, ուղղակի ճզմել է ամեն բան, ձյունը, հսկայական տարածք է զբաղեցնում, հիմա ես անցնեմ, կողքից նայեք, ցանցերն էլ բավականին խիտ ցանցեր են, մոտավորապես կարելի ասել խտությունը 30-50, չգիտեմ, ավել խտության հազիվ թե լինի սա, բայց այնքան ամուր են այս ցանցերը, որ կարողացել են ձյունը պահել իրենց վրա, բայց ամբողջ տարածքը կոտրել են, ուղղակի կոտրել են։ Սա մի հսկայական աշխատանք է պահանջում, որպեսզի ամբողջը կարողանան մաքրել և վերականգնել, եթե իհարկե լինի վերականգնել, որովհետև ինչպես տեսնում եք, շատ տխուր պատկեր է մեր մոտ։ Եզրային հատվածներում էլ սյուները ուղղակի դուրս են եկել, ահա, չէի կարող պարզապես սրանով ձեզ հետ չկիսվել և չզգուշացնել, որ խոր աշնանը պարտադիր պետք են այս ցանցերը հավաքել, ահա, տեսեք սիրելի հետևորդներ, հեռվում այն հատվածում, չգիտեմ տեսնում եք, թե չէ, հիմա փորձեմ մոտիկացնել, անգամ գարնան մշակման համար գոմաղ բավականին կուտակել, նույնը մյուս հատվածում էր, բայց այստեղ չգիտեմ, դեռ որքան աշխատանք պիտի տարվի։ Նախորդ մշակաբույսը այստեղ որ դրել են, վերջին մշակաբույսը վարունգ է, մնացած ցողուններից երևում է, որ վարունգ են մշակել այստեղ։ Այսքանը սիրելի հետևորդներ, ցանկացա սրանով ձեզ հետ կիսվել, դե ինչ, լավ մնացեք, կհանդիպենք։